Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը պաշտոնանկ է արվել։ Այս մասին Factor TV-ին հայտնեց ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Նշենք, որ Արթուր Բդոյանը պաշտոնից հեռացվում է Փարաքարի համայնքապետի քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունից 2 օր անց։ Ըստ մամուլի տեղեկությունների Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին սպանելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է։ Մեդիահաբի աղբյուրը հայտնել է, որ կասկածյալը Փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Պաշտոնապես, սակայն, տեղեկությունը չեն հաստատում ներքին գործերի նախարարությունից, միայն ասում են, որ այս պահին որևէ նոր բան չեն կարող հայտնել։ Փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի եղբորը բերման ենթարկելու մասին հարցին պատասխան Սարգսյանն ասել է, որ տարբեր անձինք են բերման ենթարկվել, այլ մանրամասներ առայժմ չկան։ Նշենք, որ 29-ամյա Գրիգոր Օհանյանի սպանության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր Վալոդիա Գրիգորյանի եղբայրը 37-ամյա Պայքար Գրիգորյանը։ Ներկայում նա տնային կալանքի տակ է։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայից մեկնել է Նյու Յորք, նա մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանին։ Նախատեսվում է Փաշինյանի ելույթը, ինչպես նաև հանդիպում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Հիշեցնենք, Փաշինյանը Մոսկվա էր մեկնել մասնակցելու համաշխարհային ատոմային շաբաթ միջազգային համաժողովին։ Կրեմլում տեղի է ունեցել նաև Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու թեմայով խորհրդարանական լսումներ է նախաձեռնել։ Օրակարգում ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին ԱԺ հայտարարության նախագիծն է։ Խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ մեջբերեմ լսումների կազմակերպման դրդապատճառը մեր երկրում կառավարիչների հակապետական գործողություններին հակազդելն է, մեջբերման ավարտը։ Ընդդիմադիր Մյուս Հայաստան խմբակցությունը միացել է իմպիչմենթի նախագծին։ Զուգահեռաբար խորհրդարանի շենքի դիմաց ակցիա է կազմակերպվել, որի մասնակիցները պահանջում են իրագործել Փաշինյանի իմպիչմենթը։ Պաշտպանության նախարարության ծախսերի կրճատումը չի անդրադառնա արդեն իսկ մեկնարկած բարեփոխումների ծրագրերի վրա խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Նա միաժամանակ շեշտել է, կրճատումը զուտ լրագրողների ձևակերպումն է։ Նշենք, որ 2026 թվականին 25-ի բյուջեի համեմատ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է կրճատել 15.3%-ով։ Արդյունքում դրանք կկազմեն 563 միլիարդ 100 միլիոն դրամ։ Կրճատումը կկազմի 101 միլիարդ 500 միլիոն դրամ։ Սրան զուգահեռ Բաքուն արդեն հայտնել է անվտանգության եւ պաշտպանության ծախսերը բյուջեում ավելացնելու մասին։ Բորիս Ավագյանի մարմինը, որը չորեքշաբթի հայտնաբերվել էր Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսության շենքում, կուղարկեն դատաբժշկական փորձաքննության։ ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմիններից։ Ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը բացառել էր Բորիս Ավագյանի սպանության վարկածը։ Ավագյանին մահացած էին գտել Հայաստանի հյուպատոսության զուգարանում։ Նախորդին նա փախել էր Սանկտ Պետերբուրգի դատարանից։ Նախնական տեղեկություններով Ավագյանն ինքնասպան է եղել։ Հայաստանում նրա նկատմամբ քրեական գործ կար հարուցված։ Բորիս Ավագյանը խնդրել էր իրեն արտահանձնել Հայաստանին։ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում գիշերը հրդեհ է բռնկվել խոցված ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով։ Այն մարվել է, տուժածներ չկան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի լույս 26-ի գիշերը խոցվել է ավելի քան 50 ուկրաինական անօդաչու, այդ թվում Կրասնոդարի երկրամասում եւ Ռոստովի մարզում։ Վերջին ամիսներին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը պարբերաբար հարձակվում են ռուսական նավթավերամշակման գործարանների վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ չի աջակցի Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափի օկուպացված տարածքների հնարավոր բռնակցմանը։ Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ մեջբերեմ թույլ չի տա Իսրայելին բռնակցել արևմտյան ափը, դա տեղի չի ունենա մեջբերման ավարտը։